Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք, չարին հաղթելու միակ ուղին։ Մենք շարունակում ենք շարքը, որը կրում է «Երբ ընկճված ես և ուժասպառ» անվանումը։ Մեր կյանքի դժվարությունների մեծ մասը այս չար աշխարհի մեղքով ու չարիքով լցված մարդկանց այս կամ այն արարքների կամ վերաբերմունքի հետևանքներ են։ Այսօր միասին քննելու ենք, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը չարին հաղթելու մասին։ Սիրելի՛ բարեկամ, չարին հաղթելու միակ ուղին դրան բարի գործերով ու բարի վերաբերմունքով արձագանքելն է։ Այս աշխարհի մարդկանց համար ավելի տարօրինակ ու անընդունելի արտահայտություն դժվար թե գտնվի։ Սակայն հավատացյալների ու իրական քրիստոնյաների համար Տեր Հիսուսի խոսքերն ու Նրա ուսուցումները կյանք են և ճշմարտություն։ «Լսել եք, թե ինչ ասվեց. «Պիտի սիրես ընկերոջդ և պիտի ատես թշնամուդ»։ Բայց ես ասում եմ ձեզ. սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարիք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է։ Որովհետև Նա Իր արեգակը ծագեցնում է և չարերի, և բարիների վրա, ու անձրև է բերում և՛ արդարների, և անարդարների վրա։ Որովհետև եթե ձեզ սիրողներին սիրեք, ի՞նչ վարձք ունեք. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ Իսկ ինչպիսի՞ն է քո վերաբերմունքը վերը բերված աստվածաշնչյան հատվածի մեջ տեղ գտած Տեր Հիսուսի խոսքերին։ Դու հավատո՞ւմ ես Նրան, թե՞ կարծում ես, որ Տերը կյանքից ու իրականությունից կտրված խոսքեր է ասում, որոնք հնարավոր չէ կյանքի կոչել ու ապրել ըստ Նրա պատվիրանների։ Եթե մենք ուզում ենք հաղթահարել մեր կյանքի ընկճվածությունն ու ուժասպառությունը, կարևոր է, որպեսզի շարժվենք ոչ թե մեր պատկերացումներով, այլ Աստծու Խոսքի փոխանցած ճշմարտություններով, անգամ եթե դրանք չեն տեղավորվում մեր պատկերացումների ու տրամաբանության մեջ։ Առակաց 4:20-22 հատվածում կարդում ենք. «Որդյա՛կ իմ, ուշադիր եղիր իմ խոսքերին և ականջ դիր իմ ասացներին. թող նրանք չհեռանան քո աչքերի առջևից. դրանք քո սրտի մեջ պահի՛ր, որովհետև նրանք կյանք են դրանք գտնողների համար և բժշկություն նրանց ամբողջ մարմնին» Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու հավատո՞ւմ ես քո կյանք այցելած չարիքին հաղթելու աստվածաշնչյան խորհուրդներին։ «Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերեք, մշտապես աղոթե՛ք, որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք, բոլոր մարդկանց առաջ բարիք անել խորհեք։ Եթե հնարավոր է, որքան ձեզնից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությամբ մնացեք։ Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելիներ, այլ Աստծու բարկությանը տեղ տվեք, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ», ասում է Տերը։ Բայց եթե քո թշնամին քաղցած է, հաց տուր նրան, իսկ եթե ծարավ է, ջուր տուր նրան, որովհետև այս անելով նրա գլխի վրա կրակի կայծեր կկուտակես։ Չարից մի՛ պարտվիր, այլ բարիով հաղթի՛ր չարին» Այս խորհուրդներն այնքան էլ հեշտ չէ կյանքի կոչելը։ Դրանցով անհնարին է ապրել, եթե մենք չունենք Սուրբ Հոգու օգնությունն ու զորակցությունը։ Շատերը ոգևորված որոշում են ապրել Տեր Հիսուսի ակնկալած կյանքով և բարիով հաղթել իրենց կյանք այցելած չարիքը։ Սակայն շուտով ոգևորությանը կարող է փոխարինել հիասթափությունը, քանի որ մարդիկ ձանձրանում ու հոգնում են բարիք անելուց։ Այսօր իմ աղոթքն է քեզ համար, որ չհոգնես ու չձանձրանաս Տեր Աստծու կամքի մեջ ապրելուց և բարիք անելով հաղթես չարին։ Հաղթանակի մեջ խաղաղություն կա։ Հաղթանակի մեջ բերկրանք կա։ Հաղթանակի մեջ թարմություն և զորություն կա։ Աղոթում եմ, որ շուտով հնձես Տեր Հիսուսի կամքի մեջ հարատևելու և չարին բարիով հաղթելու պտուղները։ «Բարիք գործելուց չձանձրանաք, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք» Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։